Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Որոշում է կայացվել Հանրապետության զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակավարույթ իրականացնելու վերաբերյալ 2021 թվականի մայիսի 14-ից 16-ը Հայաստանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որ անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, այն է մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել դուրս գալ ներխուժած հատվածներից Հայաստանի ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը։ Նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Իսրայելյանին դիմաց եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Հունվարի 1-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Իսրայելյանի նկատմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու եւ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալ Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Նորամանի միջնակարգ դպրոց Պողակի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-24 թվականներին օգտագործելով իր ծառայողական լիազորությունները պատման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարի, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես պարզվել է, որ վերնշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիկներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի ու չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված եւ տնօրենի կողմից հաստատված աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ 2.7 միլիոն դրամի գումար, որը վատման եղանակով հափշտակվել է տնօրենի կողմից։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Նոյեմբերի 3-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մաշտոցի Պողոտայի 33 հասցեում գտնվող Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուկ է տեղի ունեցել աշակերտների միջև։ Պարզվել է, որ նույն օրը այդ դպրոցում աշակերտները Երևանի բնակիչներ 14 եւ 13 տարեկան 3 աշակերտներ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քաշքշել են միմյանց։ Նոյեմբերի 11-ին Կիա Մագնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են։ Դժողին պատճառվել է $1500 վնաս։ Նոյեմբերի 10-ին Ճամբարը քաղաքի սկզբնամասում ստուգման նպատակով ոստիկանները կանգնեցրել են Opel Astra Magnishi ավտոմեքենա, որի սրահում եւ բեռնախցիկում կար մեծ քանակի օղի եւ ծխախոտ։ Աբովյան քաղաքի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի սրահից ու բեռնախցիկից ներկայացրել է տարբեր տեսակի եւ տարողությամբ 460 շիշ օղի, տարատեսակ 1440 ծխախոտ եւ 42 տուփ ճայթրուկներ, բոլորն էլ առանց աքսիզային դրոշմանիշի եւ փաստաթղթերի։ Նոյեմբերի 11-ին Քարաշամ գյուղում բախվել են VAZ 2106 եւ VAZ 2107 Magnishi ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիսն իր վարած DAF Magnishi բեռնատարով աշտարակի Տիգրան Մեծի փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտն Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկին, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, վրայերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 11-ին Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 Mercedes Magnishi ավտոմեքենա, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 11-ին Երևանի բնակիչ 48-ամյա Հովանեսն իր վարած Hovo Magnishi բեռնատարով Քաջարյան համայնքի Ձագի-Կավան բնակավայրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարում եւ կողաշրջվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Երևանյան փողոցի վերջնամասում գազալցակայանում պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող Gazelle Magnishi ավտոմեքենայի գազաբալոնը, պայթյունի հետևանքով վնասվել են կայանված VAZ, Mercedes-Benz եւ BMW Magnishi ավտոմեքենաները, ինչ փրկարարների կանչի վայր հասնելը 1 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 2 երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Telegram-ի հասցե։
Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարնիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդը։ Գողության թիրախ դարձած Ford Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ։ Ֆորդի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն։ Հոնդայի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։